Այս պահին Սիոնի մայր տաճարում անցկացվում է Իլիա II հիշատակին նվիրված պատարագ։ Հավատացյալները վաղ առավոտից գնում են այցելելու պատրիարքի շիրիմին եւ իրենց հարգանքը մատուցելու։ Իլիա II հավերժ հանգրվանի երեսպատման աշխատանքները դեռևս ամբողջությամբ ավարտված չեն, ուստի դրան մոտենալը սահմանափակված է։ Իսկ աշխատանքների ավարտից հետո ծխականները հնարավորություն կունենան նորին սրբության գերեզմանին աղոթելու։ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի հիշատակը հարգելու համար Թբիլիսիի փողոցներում տեղադրված մոնիտորների վրա ցուցադրվում են նորին սրբություն Իլիա II լուսանկարները «Սիրում եմ քեզ Վրաստան» գրությամբ։ Նույն գրություններով լուսանկարներ տեղադրվել են նաև Զուգդիդիում եւ Բաթումիում։ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք նորին սրբություն եւ երանություն Իլիա II-ին երեկ հուղարկավորել են Սիոնի մայր տաճարում։ Նրան վերջին ճանապարհին հարգանքի տուրք է մատուցել 100 հազարավոր մարդ։ Պատրիարքը մահացել է մարտի 17-ին 93 տարեկան հասակում։ Նորին սրբություն եւ երանություն Իլիա II-ին մինչև հավերժ հանգրվան ուղեկցեցին Վրաստանի դրոշներով, մոմերով եւ ծաղիկներով։ Կենդանի շղթան եւ մարդկանց անընդհատ հոսքը ձգվել էր Սամեբայի տաճարից մինչև Սիոնի տաճար։ Մարտի 18-ից մինչև 22-ը պատրիարքի Սամեբա տեղափոխվելուց մինչև հուղարկավորության արարողության ավարտը տաճարում մարդկանց հոսքը չէր դադարում։ Քաղաքացիները գալիս էին տարբեր տարածաշրջաններից, աշխարհի տարբեր ծայրերից։ Հուղարկավորության արարողությանը հավաքված ծխականները նշեցին, որ չնայած տխրությանը, այսօրը մեծ հույսի եւ երախտագիտության օր էր։ Այնտեղ հավաքված հասարակությունը հուսով է, որ վրաց ժողովուրդը կկարողանա պահպանել այնպիսի միասնություն, ինչպիսին կար վերջին օրերին։ Պատարագը Սամեբայի մայր տաճարում երեկ սկսվել է առավոտյան ժամը 9-ին։ Աստվածապաշտությունը Սուրբ Սինոդի անդամների հետ միասին անցկացրել է պատրիարքական գահի տեղապահ Տեր Շիոն։ Ավելի ուշ, մոտ ժամը 12-ին արարողությանը միացել է համաշխարհային պատրիարք Բարտողոմեոս I-ը եւ Սրբազանի պալատը զարդարել սպիտակ ծաղկեպսակով։ Համաշխարհային պատրիարքը մասնակցել է հոգեհանգստյան արարողությանը եւ ավելի ուշ ամբիոնից դիմել է վրաց ժողովրդին։ Նա նշել է, որ Իլիա II-ը եղել է ճշմարիտություն, ամրության, ինչպես եկեղեցու, այնպես էլ հայրենիքի համար, որոնց հավասարապես բաշխել է սեր, հավատարմություն եւ ամենօրյա հոգատարություն։ Պատրիարքի մահվան կապակցությամբ ցավակցական նամակ է տարածել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզը, որը գրում է, որ Իլիա II-ի գործունեությունը աչքի էր ընկնում իմաստությամբ եւ բարձր պարոյական հեղինակությամբ, ինչը նրան բերել է մեծ հարգանք ինչպես Վրաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ 2011 թվականին նորին սրբության այցը եւ հանդիպումը նորին մեծություն Թագուհի Եղիսաբեթ II-ի հետ հանդիսանում էր մեր եկեղեցիների եւ ժողովուրդների միջև արկա ջերմ եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների վառ ապացույց։ Արտահայտում եմ իմ անկեղծ ցավակցությունը Վրաստանի ուղղափառ եկեղեցու հոգևորականներին եւ հավատացյալներին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր սգում են նրա մահը։ Կարդում ենք թագավոր Չարլզի ցավակցական նամակում։ Իլիա II-ի մահվան կապակցությամբ հոգեհանգիստ է անցկացվել Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում, Յոհանեսբուրգ քաղաքում, Մելրոուզի հունական ուղղափառ եկեղեցում վրաց Սփյուռքի եւ Վրաստանի բարեկամների կազմակերպությամբ։ Սգո արարողությանը ներկա են գտնվել Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռոլանդ Բերիձեն, դեսպանատան աշխատակիցները եւ վրաց Սփյուռքի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Վրաստանի բարեկամները։